համապատասխան ապացույցները կներկայացնեն փոխանցում։ 25 թվականի հուլիսի 7-ին Գլխավոր դատախազությունը հայտարարում է ներկայացրել հակակոռուպցիոն դատարան անդր պաշտպանության նախարարության եւ Վալերի Նարինյանի Գրիգորյանի պայմանագիրը անվեր ճանաչելու եւ համարության հետևանքներ կիրառելու պայմանների մասին։ Հայտարարումը հուլիսի 14-ին հակակոռուպցիոն դատարանի դատավոր Նարինե Ավագյանի որոշումները բարույց եւ նշանակվել քննություն։ Դատական գործ ՊԿԴ 0166-2025 թվականի հուլիսի 7-ին Դատախազությունը հայտարարում է ներկայացրել հակակոռուպցիոն դատարան անդր պաշտպանության նախարարության եւ Գարելին Աշոտի Գաբրելյանի պայմանագիրը անվեր ճանաչելու եւ համարության հետևանքներ կիրառելու պայմանների մասին։ Հայտարարումը հուլիսի 17-ին հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ավագյանի որոշումն ընդունելու օրը եւ նշանակվել քննություն։ Դատական գործ ՊԿԴ 0175-0225 Հուլիսի 7-ին կրկին հայտարարում է ներկայացրել դատարան պաշտպանության նախարարության եւ Լաչիկ Վիկտորի Թավադյանի պայմանագիրը անվեր ճանաչելու եւ համարության հետևանքներ կիրառելու պայմանների մասին։ Հուլիսի 17-ին հայտարարում է ընդունելու օրը եւ նշանակվել դատական քննություն։ Դատական գործ ՊԿԴ 0164-2025 Հուլիսի 7-ին Գլխավոր դատախազությունը հայտարարում է ներկայացրել հակակոռուպցիոն դատարան անդր պաշտպանության նախարարության եւ Գևորգ Նոդարի Խաչատրյանի պայմանագիրը անվեր ճանաչելու եւ համարության հետևանքներ կիրառելու պայմանների մասին։ Հայցարարումը 15 թվականի հուլիսի 17-ին ընդունվել է դատարան, ընդունվել բարույթ եւ նշանակվել քննություն։ Դատական գործ ՊԿԴ 0161-0225 կցվում է։ 25 թվականի հուլիսի 7-ին Գլխավոր դատախազությունը հայտարարում է ներկայացրել հակակոռուպցիոն դատարան անդր Անուշարման Հայրապետի Ղազարյանի պայմանագիրը անվեր ճանաչելու եւ համարության հետևանքներ կիրառելու պայմանների մասին։ Հայտարարումը հուլիսի 8-ին ընդունվել է դատավոր Արաբեկ Բոդարյանի բարույթ եւ նշանակվել քննության դատական գործ ՊԿԴ 0170-0225 կրկին կցվում է։ 25 թվականի հուլիսի 7-ին Գլխավոր դատախազությունը հայտարարում է ներկայացրել հակակոռուպցիոն դատարան անդր պաշտպանության նախարարության եւ ՍԻ Բրիջ ԲՀԿ-ության պայմանագիրը անվեր ճանաչելու եւ համարության հետևանքներ կիրառելու պայմանների մասին։ Հայտարարումը հուլիսի 8-ին հակակոռուպցիոն դատարանի դատավոր Բոդարյանի որոշման ընդունելու բարույթ եւ նշանակվել քննություն։ Դատական գործ ՊԿԴ 0167-0225 կցվում է։ 25 թվականի հուլիսի 7-ին դատախազությունը հայտարարում է ներկայացրել հակակոռուպցիոն դատարան անդր պաշտպանության նախարարության եւ Սերժ Ալբերտի Մանուկյանի պայմանագիրը անվեր ճանաչելու եւ համարության հետևանքներ կիրառելու պայմանների մասին։ Հայտարարումը հուլիսի 14-ին ընդունվել է բարույթ դատավոր Ավագյանի որոշման եւ նշանակվել քննություն։ Դատական գործ ՊԿԴ 0169-0225 Հուլիսի 7-ին դատախազությունը հայտարարում է ներկայացրել դատարան Ակվա գրեցի տակտիկում բանկապանագերության պայմանագիրը անվեր ճանաչելու եւ համարության հետևանքներ կիրառելու մասին։ Հայտարարումը 25 թվականի հուլիսի 14-ին ընդունվել է բարույթ դատավոր Նարինե Ավագյան եւ նշանակվել դատական քննություն։ Գործ ՊԿԴ 0160-0225 Հուլիսի 7-ին Գլխավոր դատախազությունը հայտարարում է ներկայացրել հակակոռուպցիոն դատարան անդր Հայկ Յուրի ճշմարիտյանի պայմանագիրը անվեր ճանաչելու եւ համարության հետևանքներ կիրառելու պայմանների մասին։ Այս հայտարարումը ներկայացվել է դատարան նշանակվել դատական քննություն։ Գործի համարն է ՊԿԴ 0173-0225 Հուլիսի 7-ին Գլխավոր դատախազությունը հայտարարում է ներկայացրել պաշտպանության նախարարության եւ Երևան սրբանկերության դեմ պայմանագիրը անվեր ճանաչելու եւ համարության հետևանքներ կիրառելու պայմանների մասին։ Հայտարարումը հուլիսի 14-ին ընդունվել է բարույթ Նարինե Ավագյանի որոշման եւ նշանակվել քննության։ Դատական գործ ՊԿԴ 0172-0225 25 թվականի հուլիսի 7-ին Գլխավոր դատախազությունը հայտարարում է ներկայացրել հակակոռուպցիոն դատարան անդր Արար Ալբերտյան պայմանագիրը անվեր ճանաչելու եւ համարության հետևանքներ կիրառելու պայմանների մասին։ Այս հայտարարումը ներկայացվել է բարույթ եւ նշանակվել դատական քննության դատավոր Բոդարյանի որոշման։ Հուլիսի 7-ին դատախազությունը հայտարարում է ներկայացրել հակակոռուպցիոն դատարան պայմանագիրը անվեր ճանաչելու եւ համարության հետևանքներ կիրառելու մասին։ Հայտարարումը ընդունվել է բարույթ Նարինե Ավագյանի որոշման նշանակվել դատական քննություն։ Պատվարժան դատարանը հասունեց ստացվում է, որ հակակոռուպցիոն դատարանում պետության անունից որպես այցվոր հանդես եկող դատախազությունը մի դեպքում, սույն դեպքում, գործով մեղադրել ներգրավված անձանցից նույն դատարանի միջոցով պահանջում է ենթադրյալ հանցագործության պատճառած մեղմեսը, որ դատախազության կարծիքով առաջացել է խորամասը էժան պատճառների արդյունքում
իսկ մյուս դեպքում քաղաքացիական գործով ընդհանրապես պահանջում են ավելորդ ճանաչել պաշտպանության նախարարության եւ կողմի միջև կնքված պայմանագիրը եւ ճանաչել հողամասի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։ Փաստորեն ընդհանրապես հողամասերը կապցնեն պետության սեփականության։ Շատ պարզ է, որ նույն հարցի վերաբերյալ, նույն հարցի կողմից, նույն դատարանում, նույն փաստարկազմով չի կարող երկու այց քննել։ Իսկ մեր ձեռքբերվող փաստական տվյալները ապացուցում են, որ 25 թվականի հուլիսի 7-ին դատախազությունը Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարան դիմելու միջոցով պահանջում է ավելորդ ճանաչել կտրող արական հողամասերի աշխարհվաճառքի բոլոր պայմանագրերը։ Վերօրինի հիման վրա պաշտպանության կողմով անհրաժեշտ դեպքում փորձում են հարցադրումի ենթակա վերադարձման, ուստի միջնորդում այն վերադարձնել դատախազության ներկայացուցիչին, այլ դատարանի բարեփոխ նախարար, նույն առարկայի վերաբերյալ եւ նույն փաստարկազմներով ողջ քննվելու հիմնավորումով։ Պատվաստան դատարան ես ներկայացնում եմ նաև դատարանից վերականգնական կայքից արտադրված իմ կողմից վկայակոչված գործերի մասին ամբողջ տեղեկատվությունը, որը դրացի ապացուցում է, որ այս գույքային հայցը նույն հայցի վերաբերյալ քննվում է նույն դատարանում, ուղղակի քաղաքացիական դատարանում, հակակոռուպցիոն եւ այս հարցի վերաբերյալ դատախազությունը արդեն, այսպես ասած, սկսել է գործընթաց կանոնագրերը անվերջ ճանաչելու մասին։ Համցանցան քրեական գործին մի փոքր ավելի բաց խոսան, պատվաստան դատարան վերացականորեն ընդունում, որ պատվաստան դատարանը կարող է արձակել վերօրինական վերդիկ եւ նաեւ բավարարել գույքային հայց ամբողջ սարերը։ Միևնույն ժամանակ ենք մոռանում, որ նույն առարկայի վերաբերյալ, այսինքն հողամասերի վերաբերյալ, քննվում է քաղաքացիական գործ եւ կարող ենք այսպիսի հնարավորություն նաև նախատեսել, որ հայցերը կբավարարվեն։ Ինչ է ստացվում։ Պետությունը ինչ է ասում ավելի բաց խոսքով։ Մեղադրում է մեզ նրա համար, որ պետության ներկայացուցիչների կարծիքով հողամասերը էժան են վաճառվել հարաբերություն կողմանը մեզնից բռնականացում, մյուս կողմից ամբողջ հողամասերը ամբողջությամբ բռնականացումը սեփականատերերից։ Հռետորական հարց են բացասնում։ Այսպես իրավունքություն կարող է լինել, պատասխանը կարող չի կարող։ Այդ հայցերը հենց հիմա կան, հենց հիմա արդեն հակասությունը քննվում։ Ուստի ներողություն դատարանում քննվում։ Ուստի խնդրում հայցավինումը վերադարձնել, բարեփոխել հնարժեք։ Շնորհակալություն։ Երբ նորօրինակը խնդրում անցնեմ այդ հարգելի գործը։